Զարան, ինչպես պաշտպանվել զուգընկերոջից, երբ արդեն կա վարակը, զսպել ցանկությունը, թե այնուամենայնիվ ինչ-որ պաշտպանիչ միջոցներ կարելի է օգտագործել։ Ես հիշում եմ պանդեմիայի ժամանակ նույնիսկ գուցեև կես կատակ, կես լուրջ նկարների տեսքով այսպես զրահապատ ցույց էին տալիս, թե հարաբերության, որպեսզի մեկը մյուսին չվարակեն, այսպես գլխի ծածկ ամբողջությամբ կամ բերանի խոռոչը ու քիթը փակել։ Այնուամենայնիվ կան ցուցումներ պաշտպանվել, ինչպես կամ գուցե զսպել ցանկությունը, սпасել միջև անձը լավանա։ Անձնական պաշտպանության միջոցները COVID-ի ժամանակ չունեն շատ բարձր արդյունավետություն եւ այդ պատճառով լայնորեն կիրառելու խորհուրդ ցավոք սրտի չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, որ լավագույն տարբերակը հետեւյալն է. հիվանդության սուր շրջանում ցանկալի է ձեռնպահ մնալ սեռական ակտիվությունից, ինչու, որովհետև սեռական ակտիվության ժամանակ մեծանում է նաև օրգանիզմի թթվածնի հանդեպ մետաբոլիկ պահանջը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մանավանդ այն անձանց մոտ, որոնք ունեն այս կամ այն ուղեկցող հիվանդություններ։ Այդ պատճառով հիվանդության սուր շրջանում ես նկատի ունեմ, քանի դեռ կան կլինիկական նշաններ, ջերմություն, թուլություն, ինքնազգացողության վատացում, ապա ցանկալի է ձեռնպահ մնալ եւ զսպել։ Այո, զսպել, այո։ Ցուցաբերել ժուշկալություն, այո, կարճատև ժամանակահատվածում, մինչև անցնեն հիվանդության այդ սուր շրջանի ախտանշանները։ Լսեցիք, մասնագետը խորհուրդ է տալիս, որ նման դեպքերում պետք է զսպել ձեր բոլոր սեռական ցանկությունները, աշխարհի վերջը չի։ Սպասեք, մարդը կլավանա, հետո արդեն կանցնեք ձեր բուն սեռական գործողություններին։